Եվ ի դեպ այսօրվա բաղադրատոմսի փակագծերը նա դեռ չի բացել, առաջարկում եմ հենց հիմա տեղափոխվենք խոհանոց և հասկանանք, թե օրվա բաղադրատոմսը և թե Տրամոնտինը ապրանքանիշից ինչ է այսօր նա առանձնացրել օգտագործելու համար։ Սիրելի Ադրինե։ Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ, անսահման մեծագույն ողջույններ, թե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, թե մեր շրջաններում բնակվող հայրենակիցներին և թե սահմաններից դուրս Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, բոլորիդ շատ ողջույններ ենք ուղարկում, համբույրներ ենք ուղարկում և ասում ենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում և ի դեպ ասում ենք միացեք մեզ, որպեսզի ունենաք և լավ տրամադրություն և իհարկե ծանոթանաք օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ մի ուտեստ, բոլորիս շատ հայտնի, ծանոթ և բոլորիս կողմից շատ սիրված, երբեմն նաև մոռացված, երբեմն չենք էլ անդրադառնում, ասես այսպես գնում են մեր սննդի ցուցակի ամենավերջին շարքերը նմանատիպ ուտեստներ, բայց իհարկե առօրյայում շատ հաճախ այդ մթերքները մենք օգտագործում ենք։ Մենք այսօր պատրաստելու ենք ժուլիեն, բոլորիս հայտնի այն ֆրանսիական խոհանոցի շատ գեղեցիկ և համեղ ուտեստը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, բայց շատ հարուստ համ ունի և շատ հագեցնող է։ Այսօր ուրեմն պատրաստելու ենք ժուլիեն։ Ժուլիենի համար ինչ է մեզ անհրաժեշտ, սիրելիներս։ Մեզ պետք է հավի կրծքամիս, մեզ պետք է սունկ, պանիր և սոխ։ Իմիջիայլոց նշեմ, որ սոխը շատ կարևոր դեր է խաղում այս բաղադրատոմսում, այսինքն բավականին չափաբաժնով շատ պետք է լինի, բայց ես այսօր բացառել եմ այն, այսօր չեմ օգտագործելու, բայց դուք պատրաստելիս անպայման օգտագործեք սոխ։ Սոխը պետք է կիսալուսնաձև կտրատել, տապակել մնացած բաղադրիչների հետ, այնուհետև դե բայելել։ Այսօր սոխը բացառում ենք, բայց նկատի ունեցեք, որ պարտադիր պայմանը։ Ուրեմն պետք է օգտագործենք նաև սունկ։ Սունկը կարող եք օգտագործել բնականաբար թարմ վիճակում և թե շամպինյոն տեսակը և թե այն մյուս տեսակը մի փոքր մուգ շագանակագույն տարբերակը էլի շատ յուրահատուկ այսպես համ է տալիս ժուլիենին։ Ես բնականաբար պետք է օգտագործեմ մեր տարբերակը, որովհետև մենք պատրաստի ունենք այստեղ, մեզ ներկայացնում է այս համեղ սունկը, մարինացված սունկը Իջևանի գինու և պահածոների գործարանը, որը ունի լայն տեսականի և այդ տեսականուց այսօր սունկն ենք օգտագործելու, ինչը շատ համեղ է և յուրահատուկ։ Հենց հիմա, հենց այս պահին ես ուրեմն այս ամանի մեջ կջրքամեմ այն, ահա, պատրաստրել եմ այստեղ ձեռքի տակ, որպեսզի կարողանամ ջրքամել այն, այսպես, և կտեղափոխեմ, մի փոքր ջրքամվի, կտեղափոխեմ ամանի մեջ։ Եվ իհարկե այստեղ ունենք հավի կրծքամիս, ունենք նաև թթվասեր։ Հիմա ասեմ ինչ է պետք, մեզ պետք է թթվասեր, չէ, որպեսզի այդ սոուսը հիմքը ստանանք։ Սիրելիներս, կարող եք թե ուրեմն թթվասեր օգտագործել կամ փոխարինել սերուցքով, ըստ ճաշակի, ոնց ձեզ հարմար կլինի։ Եվ այստեղ գրավականը նաև կարագն է, կարագ անպայման պետք է օգտագործենք։ Մի փոքր բուսայուղ տապակելիս և իհարկե կարագ։ Եվ չմոռանանք ալյուրի մասին, մեզ այստեղ պետք է լինելու նաև 1 ճաշի գթալ ալյուր։ Ես ալյուրը բերեմ։ Ահա։ Հիմա հագնեմ գոգնոցս և սկսենք տապակման պրոցեսը։ Առաջին հերթին ես երևի թե կսկսեմ հավի կրծքամսից, այն պետք է կտրատել, փոքրիկ կտորների վերածել և սկսել տապակել։ Եվ իհարկե պանիր ենք օգտագործելու, նաև ամենակարևոր բաղադրիչներից և այսպես ասած վերջնական բաղադրիչներից մեկը հանդիսանում է պանիրը, գիտեք, որ պանիրը վերջում լցնում ենք մեր ժուլիենի, այսինքն զանգվածի վրա և տեղափոխում ենք ջեռոց։ Իսկ ինչի մեջ կպատրաստվի այդ ամենը, ես քիչ ավելի ուշ կներկայացնեմ, որովհետև էլի շատ այստեղ կարևոր նոտա կա, կարևոր և մատուցման ձևը շատ հետաքրքիր կլինի և պատրաստման ձևը, դրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, իսկ հիմա անցնենք առաջ և սկսենք մեր աշխատանքը։ Ես պետք է թավան բերեմ։
Ահա, եւ սկսենք հավի կրծքամիսը կտրատել։ Մի փոքր կարելի է մշակել այս հատվածները, որոնք յուղ են պարունակում կամ ավելորդություններ են, բնականաբար պետք է հեռացնել։ Եվ իհարկե շարունակել գործը։ Ահա։ Ինչը որ ինձ կխանգարի, ես կհեռացնեմ։ Այսպես։ Սա։ Մինչ կտրատելը ես իհարկե կարող եմ թավան տաքացնել։ Այսպես ավելացնեմ բուսայուղ, շատ քիչ բուսայուղ։ Եվ իհարկե կարագ, ինչպես նշեցի, այստեղ շատ կարևոր է կարագ օգտագործելը։ Թողնենք մի կողմի վրա, որովհետև դեռ աշխատանք ունենք անելու եւ իմիջիալոց նշեմ, հավի կրծքամիսը երբ կտապակեմ, կհանեմ թավայից եւ հետո նորից նույն ձևով կտապակեմ սունկը։ Ողջույն Սոնա ջան։ Ողջույն։ Ողջույն սիրելիս։ Ես շատ սիրում եմ ժուլիան եւ շատ ուրախ եմ, որ քո պատրաստած ժուլիանն եմ այսօր համտեսելու, որ կրկնակի հաճելի է դա։ Շնորհակալ եմ Սոնա ջան, հուսով եմ հուսախաբ չեմ անում։ Ես վստահ եմ, որ չես անի։ Եվ փոքրիկ գաղտնիք եմ եկել բացելու հեռուստադիտողների համար, որովհետեւ առավոտյան երբ ինձ պատմեցիր այդ մասին, ինքը այսպես պուճունիկ, բայց շատ ուշագրավ փաստ է, որ շատ ուշ ժամի ես որոշել, որ ժուլիան ես պատրաստելու։ Ադրինեն առավոտյան պատմում է, որ քնած ժամանակ, այսպես քնելուց առաջ որոշել է, որ այսօրվա համար շատ համապատասխան կլինի ժուլիանը եւ ինձ թվում է, այո, իդեալական է եւ քանի որ առաջիկայում ունենք Սուրբ Հարության տոնը եւ քիչ-քիչ պետք է մոտենանք արդեն տոնին, կարծում եմ այդ վերջին շաբաթը կլինի շատ այսպես Սուրբ Հարության տոնին պատրաստությունների համապատասխան ուտեստներ։ Այո, իհարկե, անշուշտ կլինի այդպիսի մոտեցում։ Ես դեռ մի քանի անգամ փորձելու եմ մինչ հարության տոնին մոտենալը կփորձենք նաև պահքային կերակուրներ առաջարկել անպայման, ինչպես երեք։ Իմիջիալոց Սոնա։ Այո, չմոռանանք նշել, որ ես երեք ասել էի մեր հեռուստադիտողին, մենք, եթե հիշում է հեռուստադիտողը, մենք պատրաստեցինք պահքային տոլմա։ Այո։ Իսկ եթե կային մարդիկ, ովքեր մեզ հետ չէին երեք, իմացեք, որ մենք պահքային տոլմա ենք պատրաստել երեք թփով եւ իհարկե բլղուրով։ Հիմքը բլղուրն էր։ Եվ ես նշեցի երեք, որ այն պետք է ճաշակել սառը վիճակում, ինչպես պասուստոլման։ Չէ, մշտապես պասուստոլման բնականաբար սառը տարբերակով ենք ճաշակում։ Եվ մենք այսօր, մենք երեք չենք, այսպես ասած, նույնիսկ չենք մոտեցել մեր տոլմային, թողել ենք սառել է, եւ այսօր բոլորովս պետք է ճաշակենք նաեւ դա։ Ես անպայման վերջում կմատուցեմ էլի այդ տոլման եւ այս համեղ ուտեստի հետ իհարկե կմատուցեմ։ Եվ իհարկե ընթացքում էլի կանդրադառնանք պահքային կերակուրներին եւ տոներին մոտ արդեն կսկսենք պատրաստվել, նախապատրաստվել հարության տոնին, ինչի չգիտեմ, այսպես կարևորությունը շատ մեծ է, գոնե քրիստոնյա ժողովրդի համար, հայ ժողովրդի համար սա շատ կարևոր տոներից մեկն է եւ մենք պետք է շատ գեղեցիկ իհարկե պատրաստվենք, իհարկե լավ կլինի, որ այդ ընթացքն էլ գեղեցիկ անցնենք։ Ես անձամբ, ինչպես նաեւ դու գիտեմ, փորձեցինք այս ընթացքում գոնե մեզ մեղմ պահել, այսպես ասած, փորձեցինք, եթե սննդով ոչ, ապա գոնե հոգևոր աշխարհում բայց դեռ փորձում ենք, որովհետեւ ընթացքի մեջ է պահքի շրջանը, իհարկե չի ավարտվել եւ այս ընթացքը փորձում ենք հենց գոնե շեղումներ շատ չլինեն։ Չեմ ասում, որ բոլորովին չի լինում, բայց փորձում ենք շատ չլինի այդ ամենը, մի փոքր մեր վարքագիծը ճշտել, ավելի դրական ու ճիշտ դարձնել այն, եւ ինչը վերաբերվում է սնունդին, բնականաբար պարտադիր պայման չէ պահքը պահել, մենք բազմիցս դուք
բազմիցս մեր հյուրերի հետ այո այս մասին խոսել եք, բայց դե եթե կան մարդիկ, ովքեր այդ կամքի ուժը եւ այդ հնարավորությունը ունեն պահքը ճիշտ ձևով պահել, միայն ողջունելի է։ Այո, իհարկե, բայց ամենակարևորը պահքի շրջանում, երբ միայն սնունդով ես պահքը պահում, դա հաճախ նշում ենք, որ ուղղակի սննդային դիետա է լինում, այնպես որ պահքը շատ ավելի խորը եւ շատ ավելի գեղեցիկ խորհուրդ ունի, ինքնամաքրման, ինքդ քո բացասական դրսևորումները վերանայելու եւ շտկելու եւ այսպես շարունակ, այնպես որ այս շրջանը կարելի անպայման օգտագործել սեփական վարքը, սեփական հատկանիշները վերանայելու համար։ Հետո նոր վերջում, ամենավերջում սնունդի անդրադառնալ սնունդի։ Այո, շատ կարևոր բան նշեցիք։ Ես իդեպ անցած տարի պահքը սննդային առումով չեմ պահել եւ ինձ համար առանձնացրել էի այն բոլոր հաճելի ուտեստները, օրինակ գազավորված ըմպելիքներ, որոնք ես շատ եմ սիրում եւ պահքի շրջանում չօգտագործել, այո։ Փորձել ամբողջությամբ պահել եմ, ընդհանրապես չեմ խախտել եւ պահքի ավարտից հետո մոտավորապես 5-6 ամիս ես գազավորված ըմպելիքներ չէի օգտագործում, այո, կարիք չունեի, այդպես արդեն ետ էի վարժվել։ Հետո քիչ-քիչ հետ վերադարձանք հին տներ եւ էլի սկսեցի օգտագործել, բայց եթե ունեք իմաստը այս ամենի այն է, եթե ունեք վատ սովորություններ կամ սովորություններ, որոնք գոնե թե ձեզ խանգարում են, կարող եք այս շրջանը օգտագործել դրանցից ձեռքազատվելու համար եւ հոգևոր աշխարհի մարդիկ հաճախ նշում են, ինչն է ինձ ուրախացնում, որովհետև մեր իրականությունում երբեմն այդ պահքի շրջանը ընկալվում է որպես այսպես դաժան, սահմանափակումներով լի ժամանակահատված, բայց շատ սիրում եմ այդ խոսքը, երբ քահանաները, տեր հայրերը նշում են, որ պահքը ամենաուրախ եւ ամենաերջանիկ ժամանակահատվածն է մարդու կյանքում, որովհետեւ ստիպում է վերանայելու եւ ժամանակ գտնելու այս խառը եւ արագ աշխարհում դեպի քեզ վերադառնալ եւ դեպի Աստծուն վերադառնալ, ինչը կարծում եմ հրաշալի է։ Օ, մարմինս փշաքաղվեց, շատ ճիշտ ես ասում, շատ կարևոր, այո, շատ կարևոր ընթացք է, ոչ սննդի առումով, այլ հոգեպես մաքրվելու, այո, Աստծուն ավելի մոտ կանգնելու եւ արժեքներին ավելի մոտ կանգնելու, իսկ մնացած բաները հատկապես այն ինչ որ աշխարհիկ է, աշխարհիկ հաճույքներից գոնե կարողանալ մի փոքր զերծ մնալ, դա էլ շատ լավ կլինի, բայց իհարկե մարդ իր էությամբ դե մի փոքր անկանխատեսելի է, պահի տակ չգիտես ինչեր է պատահում, բայց պետք է կարողանալ կառավարել այս ամենը։ Դե ինչ մենք շարունակենք այս ընթացքը եւ հեռուստադիտողների հետ կարճատև դադար ունենանք, որից հետո կողջունենք եւ կզրուցենք այսօրվա մեր առաջին հյուրի հետ։ Շատ բարի, մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ ժուլիեն ուտեստը, որը շատ բոլորիս կողմից սիրված է եւ բաղադրիչները ասեմ թե ինչ է մեզ պետք է հավի կրծքամիս, այստեղ ունենք արդեն կտրատված սունկը, թթվասեր, պանիր, կարագ, ալյուր ենք օգտագործելու եւ այս ամենը դեռ պետք է այսպես պրոցես անցնի եւ ես սունկը պետք է դեռ տապակեմ գինով, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի ընթացքին ծանոթանաք։ Ինչպես ամենասկզբում նշեցի, այստեղ սոխի արկայությունը շատ կարևոր է։ Ժուլիենը երբ պատրաստում ենք, բավականաչափ սոխ է մեզ անհրաժեշտ։ Ես այսօր բացառել եմ դա, բայց ոչ մի բան չի նշանակում դուք պատրաստելիս անպայման օգտագործեք։ Հիմա տապակվում է հավի կրծքամիսը, այստեղ մենք պետք է ավելացնենք որոշակի համեմունքներ։ Ժուլիենը ընդհանրապես ավելորդ համեմունքներ, այսպես ասած, չի սիրում, իրեն միայն պետք է աղ եւ սև պղպեղ։ Միայն ես իմ կողմից հավելում եմ անում, ախր չեմ կարող առանց հավելումների։ Մի փոքր հավի կրծքամսին ավելացնում եմ խմելի սունելի, որովհետեւ այս բոլոր բաղադրիչները շատ համահունչ են այս համեմունքի հետ։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս ցանկության պարագայում ավելացնել խմելի սունելի։ Իսկ եթե ուզում եք այսպես զերծ մնալ, ապա միայն սև պղպեղ եւ աղ։ Ավելացնեմ նաև սև պղպեղը եւ իհարկե աղ։ Իմիջիալոց սիրելիներս նշեմ, որ այս
մենք հակված ենք Ժուլիեն, որ ասում ենք, հասկանում ենք այս տարբերակը, բայց Ժուլիեն ընդհանրապես նշանակում է շատ բարակ շերտերով կտրատված բանջարեղեն։ Ժուլիենը ընդհանրապես ֆրանսիացի կնոջ անուն է, որը չգիտեմ ոնց եթե չեմ սխալվում 1722 թվականին ֆրանսիացի խոհարարը որոշել է այդ կտրատված բանջարեղեններին տա Ժուլիեն անունը։ Էնպես որ իմացեք ընդհանրապես եթե շատ խորանանք եւ գնանք դարեր առաջ, Ժուլիենը վերաբերվում է շատ բարակ շերտերով երկարությամբ կտրատված յուրաքանչյուր բանջարեղենին, բայց ինքը դարերի եւ տարիների ընթացքում դարձել է այսպիսի ուտեստ եւ շատ տարածվել է, հատկապես նաեւ ֆրանսիական խոհանոցում շատ տարածված է այն, այնպես որ շատ հետաքրքիր սա բացահայտում էր, ինձ համար էլ էր բացահայտում, որովհետեւ սովորաբար մենք մշտապես եթե ասում են Ժուլիեն, ուրեմն հասկանում ենք այս ուտեստը, բայց արի ուտես ուրիշ բան է նշանակում։ Այսպես ուրեմն համեմեցինք հավի կրծքամիսը, մի փոքր կտապակվի եւ ես կառանձնացնեմ, այսինքն թավայից կհանեմ այն եւ կսկսենք տապակել մեր սունկը, ինչը էլի շատ կարեւոր բաղադրիչ է այս ուտեստի մեջ։ Արդեն բավական է, կարծում եմ, ես կարող եմ այն հանել թավայից, լցնել ամանի մեջ եւ անցնել մյուս գործողությանը։ Նույնիսկ կարող ենք այսպես անել, որ ավելի արագ ստացվի։ Հիմա սիրելիներս, ինչ ենք անում։ Էլի մի փոքր բուսայուղ ենք ավելացնում։ Ավելացնում ենք էլի կարագ ու սկսում ենք տապակել մեր սունկը գինիով։ Սիրելիներս, քիչ հետո մենք կհանդիպենք այս պահին դադար մեր եթերում դուք չհեռանաք, մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս եւս մեկ անգամ ողջունում եմ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա համեղ բաղադրատոմսը, իսկ ինչ ենք պատրաստում այսօր, պատրաստում ենք Ժուլիեն։ Սիրելիներս, շատ համեղ, շատ հագեցնող, շատ յուրահատուկ ուտեստ։ Ճիշտ է, այս բաղադրիչներով մշտապես մենք առօրյայում շատ օգտագործում ենք, բայց այս համադրությունը շատ գեղեցիկ է։ Ինչ ենք անում այս պահին։ Սունկը տապակվում է, ես այստեղ պետք է ավելացնեմ մի քանի համեմունք, այսինքն մի քանի համեմունք ասելով նկատի ունեմ սև պղպեղը, անպայման սև պղպեղ ենք ավելացնում եւ մի քիչ էլ աղ, այսպես, եւ նշեմ մեկ անգամ եւս, որ հավի կրծքամսի վրա ավելացրել էի սև պղպեղ, աղ եւ խմելի սունելի։ Ահա, հիմա ավելացնելու ենք մեր գինին։ Ինչպես նշեցի, ես ուզում եմ սունկը տապակեմ գինով, որը շատ ավելի հարուստ եւ համեղ համ կփոխանցի եւ իմիջիայլոց նշեմ, որ գինին մեզ տրամադրում է Իջևանի գործարանը, գինու եւ պահածոների գործարանը եւ այսօր ես օգտագործելու եմ սպիտակ գինի, ինչը շատ յուրահատուկ կդարձնի մեր ուտեստը եւ նաեւ սունկը, այս երկու բաղադրիչը հենց այս պահին մեզ տրամադրել է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, ինչի համար շատ շնորհակալ ենք, որ մեր այսօրվա ուտեստը այսքան հարուստ եւ հետաքրքիր է դարձրել։ Ահա ավելացնում եմ գինին։ Կրակը մի փոքր կբարձրացնեմ։ Խառնենք։ Այնպես անուշ է բուրում, գինին ամբողջությամբ իր բույրը տարածեց եւ վստահ եմ շատ յուրահատուկ համ կտա մեր սնկին։ Իհարկե այստեղ պետք է ավելացնենք սիրելիներս 1 գթալ ալյուր, ինչպես նշել էի, որ այս ուտեստին պետք է 1 գթալ ալյուր ավելացնել։ Էլի խառնենք եւ այստեղ ավելացնենք արդեն մեր թթվասերը։ Այսպես։
Իհարկե ասեմ, որ թթվասերը օգտագործելու եմ մեր հաջորդ գործընկերոջ առաջարկից, Էլլոլա ապրանքանիշն է ներկայացնում այս համեղ կաթնամթերքը, լայն տեսականի կաթնամթերքի, յուրաքանչյուր կաթնամթերք, ինչը ցանկանում եք, կարող եք ձեռք բերել Էլլոլա ապրանքանիշից, ինչպես նաև պանրի տեսականին, այն լայն տեսականին, որը յուրաքանչյուր ուտեստին շատ համապատասխան է, կարող եք գտնել բոլոր խանութներում եւ ասեմ ավելին եւ մեր հայրենակիցները դրսում բնակվելով էլի հայկական խանութները Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները հայկական խանութներից կարող են գտնել Էլլոլա ապրանքանիշը, գնել եւ իհարկե վայելել։ Ես այնքան ուրախ եմ, այսօրվա մեր ուտեստը մեզ ապահովեցին, այսպես ասած, մեր գործընկերները եւ հետաքրքիր այսպես գործընկերություն իրար մեջ ստացվեց, երկու գործընկեր այսպես համադրեցին այսօրվա մեր ուտեստը եւ Էլլոլան եւ Իջևանի գինուգործարանը այսպես կարողացան մեզ տրամադրել այս համեղ ուտեստը։ Այսպես եւ հիմա կարող ենք ավելացնել նաեւ հավի կրծքամիսը։ Հահա, լավ խառնենք։ Մի փոքր ես առաջարկում եմ էլի գինի ավելացնենք, մի փոքր հյութեղ դարձնենք այն։ Եվ հիմա պետք է արդեն լցնենք ամանների մեջ եւ տեղափոխենք ջեռոց։ Իսկ դրա համար մեզ պետք է հատուկ սպասք Ժուլիենի համար նախատեսված եւ այդ սպասքը մեզ ապահովելու է մեր մյուս գործընկերը։ Այսպիսի համահունչ համադրություն դեռ երևի թե այս ընթացքում չէր ստացվել։ Այսօր այս ուտեստը ասես ապահովեց այդ բոլորը։ Ահա, սա տեղափոխում եմ մի կողմի վրա, սիրելիներս, մի փոքր էստեղ դասավորեմ եւ անցնենք առաջ, այսպես, մեզ պետք են հատուկ ամաններ Ժուլիենի համար, ինչպես նշեցի, բերում եմ ամանները, սիրելիներս, իսկ ամանները մեզ իհարկե ապահովում է մեր մյուս գործընկերը, Տրամոնտինա բրազիլական ֆիրման, որը ունի շատ լայն տեսականի խոհանոցային պարագաների, շատ մեծ են այդ տեսականին, թե սպասք, թե անհրաժեշտ բոլոր խոհանոցային պարագաները, գդալներ, դանակներ, պատարագաղներ, կաթսաներ, թավաներ, տախտակներ, ինչ որ ձեր սիրտը կամենա։ Ինչ որ ձեզ պետք է, նաև շատ հարմար է պրոֆեսիոնալ ուրեմն խոհանոցներին, մաստագետներին, շեֆ խոհարարներին շատ կօգնի այս ուրեմն ֆիրման։ Հիմա ասեմ ինչ ենք անում, այսպիսի գեղեցիկ ամանիկներ Ժուլիենի համար նախատեսված։ Եվ ունեմ 2 հատ կերամիկական տարբերակը։ Հիմա մենք պետք է լցոնենք այս ամանների մեջ մեր այսօրվա ուտեստը։ Այս գդալը երևի թե առայժմ մեզ պետք չէ, ես թողնեմ մի կողմի վրա, թեկուզ այստեղ, և անցնենք առաջ։ Այս ամանների մեջ լցնում ենք մեր շատ համեղ հավի կրծքամիսը, սունկը, թթվասերը, որը համեմված է գինովի միջայլոց։ Եվ սա լինելու է շատ անհատական մատուցում, սիրելիներս, այսպիսի ամանիկներով էլ հենց մատուցելու ենք մեր օրվա ուտեստը։ Ես փորձեմ շատ արագ լցնել այս բոլոր բաղադրիչները, խորհուրդ եմ տալիս սիրելիներս չզլանալ, գնել այս բոլոր բաղադրիչները եւ իհարկե պատրաստել։ Ես ջեռոցը արդեն տաքացրել եմ, ինչպես միշտ 180 աստիճանի տակ է։
Քանի որ բոլոր բաղադրիչները եփված են, շատ ժամանակ չի խլելու մեզնից այս ուտեստը պատրաստվելու առումով, մեզ միայն պետք է որ ուրեմն պանիրը հալչի, այսպես ասած։ Յուրաքանչյուր ամանիկի մեջ ավելացնում ենք նաև պանիր, ինչու որ թող պանիրը առատ լինի, որպեսզի շատ ճոխ լինի։ Այսպես շատ հետաքրքիր եւ համեղ է ստացվելու եւ իհարկե ես բերեմ թավան հիմա շատ արագ կփորձեմ այս երկուսն էլ դասավորել այսպես տեղափոխելու ենք մեր ուրեմն ուտեստը ջեռոց այս երկու ամանիկն էլ պատրաստ եմ ու գնանք դեպի ջեռոց Ես ավարտում եմ, վերջինը եւ վերջ։ Ահա սիրելիներս, մնացած հատվածն էլ էլի ինչ-որ կերպ կդասավորեմ, ես վերջում կմատուցենք եւ միասին կվայելենք։ Ահա գնացինք ջեռոց սիրելիներս, դուք մնացեք մեզ հետ, ահա տեսեք ինչ տեսք ունի, դուք մնացեք մեզ հետ, քիչ հետո էլի միասին ենք կհանդիպենք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, ահա ավարտեցի իմ աշխատանքը, տեսեք սեղան եմ պատրաստել, բոլոր հարմար այն սպասքի առումով Տրամոնտինայի կողմից առաջադրվող եւ այսպես ներկայացվող շատ գեղեցիկ փայտե իրերը ես արդեն պատրաստել եմ, որպեսզի մատուցեմ մեր ամենահամեղ ուտելիքը, այսօր ժուլիեն պատրաստեցինք, ահա այսպիսի գեղեցիկ մատուցմամբ կարող եք հրամցնել ձեր հարազատներին, ահա ես ուզում եմ յուրաքանչյուր տախտակի վրա տեղադրել համապատասխան ուրեմն ամանիկը, որը ավելի գեղեցիկ կլինի բնականաբար, ահա այս մեծ տարբերակը, քանի որ տաք է սիրելիներս պետք է բռնիչով աշխատեմ, ներող կլինեք իհարկե, ահա սա այս տարբերակը եւ իհարկե սա էլ այստեղ կարող է գնալ, կարող ենք սա պարզապես որպես մատուցարան, այսպես, այո, ահա խնդրեմ, շատ գեղեցիկ է ինձ թվում է, այստեղ ունենք նաև պահքային տոլման, որը երեկ ենք պատրաստել եւ այսօր կճաշակենք, ահա այսպիսի համեղ, քիչ բաղադրիչներով, բայց շատ օգտակար եւ ընտիր ուտեստներ, թե պահքային, թե ոչ պահքային, դուք էլ պատրաստեք, վայելեք, ձեզ բարեախորժակ եմ մաղթում, ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում, լավ նայեք ձեզ ու կհանդիպենք։